Ալբերտ Իսոյանը մի մարդ է, ով կարծես ծնվել է գրի ու գրականության աշխարհում։ Դեռ մանկուց բառը նրա համար եղել է ուժ, հիշողություն ու պայքար։ Նա իր կյանքի ընթացքում ստեղծել է բազմաթիվ գրքեր ու պատմություններ, դարձնելով իր անունը հարազատ ու կարևոր ընթերցողների համար։ Ալբերտ Իսոյանը ծնվել է 1938 թվականին Նինոց Մինդայի շրջանի Սատկագյուղում։ Նրա արմատները գալիս են Արևմտյան Հայաստանի Ջինիս գյուղից, մի վայրից, որը մնացել է հիշողության ու կարոտի մեջ։ Այդ արմատներն էին, որ նրան մշտապես կապում էին անցյալի հետ եւ ներշնչում ստեղծելու, պատմելու ու չմոռանալու։ Այդ հարցը կսենա մարդու քթին ծագել մրմռանգը եւ կուդան։ Անչափ տանջող հարց է։ Դա տեղի ունեցավ 2004 թվականին, երբ ինձ հաջողվեց գնալ Արևմտյան Հայաստան, տեսնել մեր պապերի գյուղերը, Ծաղկի, Ջենիս և Սեգիթլի գյուղերը, գնացինք հատուկ տեսնելու, տեսանք և շատ հետաքրքիր բաներ ի հայտ եկան։ Ես ինքս Ջինիսից եմ։ Ջինիսը Էրզրումի վիլայեթի շատ նշանավոր գյուղերից մեկն է եղել։ Նրա մեջքին կանգնած է լերը, որի վրա գրած է Վաթան։ Թուրքերը իրենց հայրենիքն են համարել։ Ցավոք, երբ Ջենիս հասցանք, տեսանք, որ ճանապարհը փակ է գյուղ մտնելու համար։ Մեզ առաջին հանդիպած թուրքը դուրս եկավ Մեսխեցի։ Նա բացատրեց, որ ապրիլի 6-ին Սոսկալի երկրաշարժը ավերել է ամբողջ գյուղը։ Այնպես որ Ջինիսը տեսանք ավերակների վերածված։ Դա Սոսկալի սար պատճառեց իհարկե մեզ, բայց մենք մտնելով գյուղ մոտիկից ծանոթացանք թուրքերի հետ, բացատրեցինք ով ենք, ինչի ենք եկել, այնպես որ լավ ընդունեցին։ Բայց հետո երբ տեսանք մեր եկեղեցին մզգիթի վերածված, տխրեցինք իհարկե։ Հետո գնացինք Ջինիսի հայկական գերեզմանը տեսնելու։ Սոգոթլու գյուղում լրիվ պահպանվել էր հայոց գերեզմանը։ Ջինիսում չկար, վերացել էր լրիվ։ Եվ այդ պահին, երբ գերեզմանից դուրս էինք գալիս, մեզ մոտեցավ մի երիտասարդ, թուրք երիտասարդ, և զայրացած հարցրեց, դուք ով եք, ինչ իրավունքով եք եկել, որ այստեղ նկարահանումներ եք անում, չգիտես ինչ։ Մենք բացատրեցինք, որ եկել ենք մեր հայրենի գյուղերից մեկը տեսնելու, ուրիշ նպատակ չունենք։ Չէ, սա զանգահարեց Էրզրում, ոստիկաններ կանչեց։ Նրա կյանքի ամենահուզիչ ու խորհրդանշական գործերից մեկը դարձավ ուխտագնացությունը դեպի հայրենիք, դեպի մեր երկիր, դեպի մեր կորցրած արմատները։ Դա պարզապես ճանապարհորդություն չէր, այլ ներքին ու հոգևոր վերադարձ պատմության խորքը։ Ամեն անգամ հիշելով այդ ճանապարհը, սիրտը լցվում է ցավով։ 1915 թվականին Արնախում իրադարձությունները փորձեցին ջնջել հայ ժողովրդին երկրի երեսից, սակայն հակառակ ամեն ինչի մենք եղել ենք, կանք ու կլինենք, եւ Ալբերտ Իսոյանի նման մարդիկ իրենց խոսքով, իրենց գործով, իրենց հիշողությամբ ապացուցում են, որ պատմությունները չի մոռացվում, իսկ արմատները երբեք չեն կտրվում։ Ես այս վերջի կերքից մեջ սրանից այդ գյուղերի մասին ցիտատ եմ հանել,
այստեղից հանեցի, պիտի տևեմ, որ մեր սերունդը թող նորից կարդա այդ գյուղերի մասին։ Երկրորդ անգամ գնացի, այս անգամ արդեն ոչ միայն Արևելյան Հայաստան, այլ ամբողջ Կիլիկյան, որ 300 տարվա պատմություն ուներ։ Էդ ինչ երկիր է, էդ ինչ աշխարհ է, էդ ինչ ենք կորցրել մենք։ Անկարելի է պատմել։ Կիլիկիայում ինչ հետաքրքիր բան տեսանք, ավելի հրաշք։ Ծովի ափին մի գյուղ կա, Վագով անունով, հայկական գյուղ, ընդամենը 40 ընտանիք, 140 բնակիչ։ Դա 7 այն գյուղերից է, որ թուրքերը եղերնի ժամանակ վերջացրին, բայց այդ գյուղին երթում դրին գյուղացիները և նրան գյուղին ձեռք չտվին։ Վագովի ժողովուրդը իմանալով մեր գյուղ գալը, լրիվ հավաքվեց եկեղեցու բակում, մի ամբողջ օր այնտեղ կարոտի, ես շատ խղճահարության զգացում ապրեց, մենք բարեցինք, Վարդան անունով մի երեխա կար, դահոլը, մեծ դահոլը ձեռքի, Վարդանի նվակի տակ բարեցինք, ուրախացանք, հետո էլ մտածեցինք, որ այս գյուղը շուտով որպես հայ գյուղ կվերանա, ինչու։ Երեխաները նախ թուրքական դպրոց են գնում, իսկ ապրողները, ծնողները համարյա վերջացել են հայերեն խոսիլ են, քիչ-քիչ կարողանում էին խոսել։ Կարոտով բաժանվեցինք և այդ ամբողջս ես կերքի մեջ տվել եմ, որ ժողովուրդը, ճավախքի ժողովուրդը, աղացղայի ժողովուրդը, ծալկայի ժողովուրդը պատկերացում կազմեն, թե ինչ են կորցրել։